Երևանի բժշկական կենտրոն դիմել են երեք տղամարդ, ուրեմն առաջինը Մելքոնյան Արայիկ, 2000 թվականից ծնված տղա, որը ունի նախաբազկի կոտրվածք։ Հիմա ինքը գտնվում է գիպսային անշարժություն կատարվել, ցավազրկվել է հիվանդը, համապատասխան հետազոտություններ են կատարվել եւ հիմա այս պահին գտնվում է հիվանդասենյակում։ Մյուս հիվանդը Մելքոնյան Արայիկ 90 թվականից ծնված, որի մոտ կա ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք առանց ոսկրային դեֆեկտի, առանց ոսկորների վնասնուի եւ ունի գլխին պատրած վերք։ Տվյալ պահին հիվանդը գտնվում է վիրահատարանում եւ կատարվում է առաջի վիրաբուժական մշակում տեղային ցավազրկման տակ։ Եվ երրորդ հիվանդը Մելքոնյան Մելիքը 46 թվականից ծնված, 1946 թվականից ծնված, 64 թվականից ծնված, որը ունի կտրած ծակած վերքեր մեջքի շրջանում եւ որի կապակցությամբ նույն այս պահին կատարվում է առաջի վիրաբուժական մշակում վիրահատարանում։ Երեքի վիճակներն ինչպես են։ Երևի վիճակն է գնահատում ենք կայուն եւ կարծում եմ այդ վիրաբուժական մշակումներից հետո իրանք տեղափոխվեն հիվանդասենյակ։ Այսինքն գիտակցությունն է։ Այո, երեքն էլ ընդունվել են պարզ գիտակցություն։ Նրանք նույն ընտանիքի անդամներ են, դուք տեղեկություն Ճիշտն ասած չգիտեմ, իրանք նույն ընտանիքի անդամներ են։ Իսկ ինչ հանգամանքներում են վնասվածքներ ստացել։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այդ հարցերը ինձ չվերաբերվող հարցեր են։ Երկարատև բուժում են նրանց հարցավոր, թե կար ժամանակահատվածում դուրս են։ Կարծում եմ մեկ շաբաթվա մեջ մենք կարողանանք իրանց վերականգնել եւ իրանք կվերադառնան իրանց տները։ Հիմա երկրորդ դեպքը հրազեն է, ճիշտ է։ Այո, հրազենային վնասվածք է, թափանցող ոտնաթաթի, առանց ոսկրների վնասման եւ արվում է միայն վիրաբուժական մշակում։ Այսինքն դա ուղղակի վերքի մշակումն է եւ դրանից հետո դրվում է վիրակապ մաքուր եւ հիվանդը տեղափոխվում է հիվանդասենյակ։ Մենք կարող ենք տեսնել իրենց։ Կարծում եմ այսօր ոչ, որովհետեւ հիմա այս վիրաբուժական մշակումներից հետո չեմ կարծում ճիշտ է նկարահանումներ կատարել։